Ուր է իր Մագդա։ Ինչ ա եղել։ Այն ինչ ա եղել այսօր անհնար ա ուղղակի բացատրելը։ Այսինքն Նախ սկսենք նրանից, որ պարզվեց Էդոն ու Նորոն ճանաչում են իրար։ Հա։ Հա, մտերիմ ընկերներ են։ Բայց ինչ չի ասել։ Ինձ ա ասել։ Բայց այսօր այդ ամենավատ ու ամենազարմանալի բանը չէր։ Պարզվում ա։ Հա, Մագդա։ Պարզվում ա, որ Էլիզն էլ ա ճանաչում Նորոյին։ Ու իրանք իրար հետ մոտ են։ Ու շատ մոտ են։ Այսօր իրար գրկել էին։ Ու Էդոն էլ իրանց կողքը կանգնած էր։ Ինչ ա կատարվում Արշակ։ Այսինքն ինչ ա նշանակում Էլիզն ու Նորոն իրար գրկել էին։ Կամ ոնց կարա Էդոն իրանց հետ լինի։ Հաստորեն Էդոն Էլիզին ճանաչել ա։ Հա, ես գիտեի, որ ճանաչում են իրար։ Մեր տանն էին, որ Էլիզն ու Էդոն հանդիպեցին։ Էլիզը ոնց Նորոյին տեսնելուց խառնվեց իրար, տենց էլ նույնը Էդոյին տեսնելուց արեց։ Հետո Էդոն ասեց, որ ընկերոջ քույրն ա։ Էլիզն էլ հավելեց, որ իրանք իրար հետ մոտ չեն։ Բայց իմ այսօրվա տեսածը լրիվ ուրիշ բան էր։ Այս ինչ պատմություն ա։ Այս ինչ խառը պատմություն ա, ոչ մի բան չեմ հասկանում։ Ես էլ։ Բայց ես զգում եմ, որ իրանք ինձ հիմարի տեղ են դրել, ես ինձ ուղղակի ապուշ եմ զգում։ Ինչ գործ ունի Էլիզը Նորոյի գրկում։ Իրանց մտքին ինչ կա դրած։ Ես չեմ հասկանում, ինչի իրանք եկան մեր տուն։ Սենց անվերջ հարցեր կան, որոնց պատասխանը մենք չունենք։ Բայց մի բան պարզից էլ պարզ ա, որ Էլիզի ու Նորոյի այս տուն մտնել է ուղղակի պատահականություն չէր։ Ես արդեն հունից դուրս եմ գալի։ Ստացվում է ինչ-որ մարդիկ, չգիտեմ ինչ նպատակով իմ տուն են եկել ու ես դրա մասին տեղյակ չեմ։ Ես ճիշտ էի ասում, որ Էլիզը խաբում ա։ Իսկ դու ուղղակի քո խղճին լսեցիր ու իմ ասածները հաշվի չառար։ Ում ես զանգում։ Էդոին։ Ինքը միակ մարդն է, որ կարող է այս ամեն ինչի բացատրությունը տա։ Իսկ չես մտածում, որ Էդոն էլ ա խաբում, որ ուղղակի Էդոն էլ ա խաղում։ Էլիզ, դու շատ լավ գիտես, որ ես միշտ քո հետ եմ։ Միշտ։ Լավ, արի ասեմ, ձեր հետ եմ, որ չնեղվես, քեզ վատ չզգաս։ Ես չգիտեմ ինձ ոնց պահեմ արդեն։ Երբ որ իմացա անալիզների պատասխանը տեղս չէի գտնում, հասկանում ես։ Ես չէի հավատում։ Բժշկի սենյակում էի մնալու ինձ թվում արդեն։ Օդս չէր հերիքում, շունչս կտրվում էր Էդո։ Էլիս տենց չի կարելի։ Տենց չի կարա լինի, հասկանում ես։ Դու հիմա իրավունք չունես թուլանալու։ Ես գիտեմ, որ իրավունք չունեմ թուլանալու։ Բայց Ալինան այնքան փոքր է։ Ինչի է այսքան անարդար ես կյանքը։ Ինչի է այսքան ցավոտ է դու։ Չի պատասխանում։ Դե հա, ինքը հիմա Էլիզի ու Նորոյի հետ ա, շատ զբաղված ա, ոնց պատասխանի։ Արշակ, ինչ ասես մտքովս անցել ա, ինչ ասես։ Ես փորձել եմ իմ ու Նորոյի խոսակցությունները հիշեմ, Էլիզի ասածները հիշեմ, չգիտեմ, ուզեցել եմ կապեմ իրար, որ հասկանամ ինչի սենց արեցին։
Որն էր իրանց արածի նպատակը, բայց մեկը չեմ հասկացել։ Ես հիմա ինձ շատ վատ եմ զգում, Արշակ, ինձ պայտակ թվում է, որ ուղղակի իմ սիրտը կկանգնի։ Մագդա, հանգստացի։ Ես չեմ թողնի, որ ես հարցը օդում մնա։ Ես կխոսամ, բոլորին հաթաթ կհարցնեմ։ Ես կպարզեմ, թե ինչ ա եղել։ Իրանք ստիպված են լինելու ամեն ինչ ասեն։ Ես դրա համար ամեն ինչ կանեմ, լսում ես։ Այս ամեն ինչը ուղղակի սովորական խաբեության ձև ա եղել։ Փորձել են մեր վստահության ու զգացմունքների հաշվին իրանց ուզածին հասնեն։ Թե տնից էլ օգնող են ունեցել, իրանց գործը հեշտացել է։ Այսինքն, ուզում ես ասես, որ գումարի համար են եկել մեր տուն։ Բա այլ ուրիշ ինչի։ Երևի իմացել եմ, որ Ամերիկայից ենք եկել, հարուստ ենք։ Մտածել են ինչ վատ հարստանալու ձև է։ Էլիզա էս տուն գալով քո վստահությունն ա շահել։ Նորոնել իմ կյանք մտնելով իմը։ Ես ուղղակի չեմ հասկանում, ոնց կարան մարդիկ այսքան իջնեն, այսքան ստոր լինեն։ Արշակ, ես նորոյին ասել եմ, որ ես իրոք սիրել եմ իրան։ Ես ասել եմ, որ այդ սերը մենակ իր հանդեպ եմ զգացել։ Ես չեմ հասկանում, ոնց կարար ինքը այսքան կարևոր բաների վրա ուղղակի աչք փակեր ու արհամարել մարդու զգացմունքները։ Մագդա, հանգստացի։ Արշակ, հենց նորոն իմ կյանքում հայտնվեց, իմ կյանքը ամբողջովին փոխվեց։ Ինձ թվում էր, որ ես մինչև այդ կյանքի գույները չգիտեմ, կամ ուղղակի խամրած են եղել։ Ես չեմ հասկանում, ոնց է ինքը այդքան ստոր։ Ես հիմա չգիտեմ ինչ անեմ, ես ուզում եմ լացեմ, բայց իմ լացը էլ չի գալիս։ Ես ուզում եմ բարձր ծիծաղամ, բայց իմ վրա ծիծաղամ, որովհետև ես ուղղակի հիմար եմ եղել այսքան ժամանակ։ Դու մեղավոր չես, լսում ես։ Դու մեղավոր չես, որ քո նման պարզ մարդու կողքին աշխարհը այսպես կեղծավոր մարդկանց ա ծնում։ Լսում ես, մեղավոր չես։ Ուղղակի իմ ուղեղում չի տեղավորում, թե ոնց կարայդոն մտնի ես կեղտոտ խաղի մեջ։ Չեմ կարում հասկանամ։ Ես ուղղակի հարազատ մարդու կարիք եմ զգում։ Ես վախենում եմ մենակ մնամ, հասկանում ես։ Իմ մտքերի հետ ես վախենում եմ մենակ մնամ։ Ես այդքանը հասկանում եմ, Էլիս։ Կարիք չկա կոնկրետ շեշտելու, որ ես չեմ քեզ պետք, այլ ուղղակի հարազատ մարդ, որ դու վատ ես, որ ուղղակի ուզում ես տանը ձերդ մեկը լինի։ Ես այդ ամենը գիտեմ, կարիք չկա անդադ ասելու։ Իմ համար դժվար չէ Էլիս քո կողքին լինելը։ Ես կարամ իմ գործերը ժամերով, օրերով թողեմ ու գամ կողքիդ լինեմ, եթե իմանամ պետք է, կամ եթե ես եմ քեզ պետք։ Ես հիմա ի վիճակի չեմ մեր մասին խոսեմ։ Ալինան շատ վատ է։ Շատ էդ։ Ու մենք նույնիսկ չգիտենք այդ բուժումները կօգնեն թե չէ։ Իսկ դու անընդհատ թեման պտտում ես իմ ու քո մասին ես դարձնում։ Էլիս, Ալինայի պատճառը շատ հարգելի է։ Մեծ 2 օր առաջ ես վիճակը չէր, բայց դու էլի քեզ սենց էիր պահում։ Ես խոսակցություն չեմ պտտում իմ կամ քո կողմ, ուղղակի խոսում եմ, իրավիճակն եմ քննարկում։ Ես հիմա դուրս եմ գալիս։ Նորեն կասես, որ զանգի ինձ, ես տարածքում եմ։ Լավ, համարենք, որ իրանք մտել են մեր տուն գումար գողանալու նպատակով, մեզ խաբելու, բայց տանից ոչ մի բան չի կորել, չէ՞, Էլիզն էլ քեզանից գումար չի ուզել,
Դե երևի վախեցավ, որ խաղի կեսից կարողա նորոյին կորցնի։ Այսինքն, Պարզ չի։ Մտածեց, որ կարողա նորոն իրոք սիրահարվի ինձ ու իրան մոռանա։ Ես ուղղակի չեմ հասկանում, թե Էդոն էս պատմության հետ ինչ կապ ունի։ Մագդա, այն ինչ որ մենք հիմա խոսում ենք զուտ ենթադրություններ են, բայց դու նենց ես ներկայացնում, որ դա արդեն ճշմարտություն է։ Չի կարելի սխալ ա տենց։ Արշակ մի անգամ նորոն ինձ ասեց, որ քուրիկը առողջական խնդիրներ ունի։ Որ հարցրեցի լուրջ են թե չէ, ասեց չէ։ Իսկ կարողա խաբելա ու այդ խնդիրները լուրջ են եղել։ Ստացվում է դրա համար էլ էս քայլին ա գնացել։ Մագդա, նորից եմ ասում։ Մենք հստակ չգիտենք, որ իրանք գումարի համար են մտել մեր տուն։ Բա ուրիշ ինչի համար պետքա մտնեին։ Արշակ են ցավը, որը ես եմ զգացել, այդ ուղղակի անբացատրելի է։ Ես կյանքում առաջին անգամ սիրահարվել եմ։ Ու սիրահարվել եմ շատ սխալ մարդու։ Ես ուղղակի սարսափում եմ այն մտքից, որ պատկերացնում եմ ինչ կլիներ, եթե այս ամեն ինչը շատ ուշ բացահայտվեր։ Ես երևի նորից ինձ էի մեղադրելու մեր բաժանման համար։ Չնայած ես մենակ ինձնից եմ խոսում։ Բայց դու էլ այսքան ժամանակ չես իմացել, ում ես այդքան վստահել ու հարազատ տղայի պես ընդունել։ Չի պատասխանում։ Մագդա, նորից եմ ասում, ես չեմ հավատում, որ Էդոն խառնված կլինի այս գործի հետ։ Չեմ հավատում։ Իսկ ես հավատում եմ։ Եթե ինքը այս պատմության հետ կապ չունենար, ինձ կասեր որտեղից է ճանաչում նորոյին։ Ուղղակի երևի ամաչում է, երևի չգիտի ինչ ասի։ Ուղղակի ես չեմ հասկանում, իրա շահը որն էր, որ մեզ խաբեց ու որոշեց, որ պետքա նորոյին օգնի։ Կամ էլ երևի նորոյին քեզնից հարազատ է համարում։ Մագդա, Էդոն իմ 1000 տարվա ընկերոջ տղին է։ Դու էլ իրան նոր չես ճանաչում։ Պետք չի ավելորդ բաներ խոսել։ Արշակ այսօր Էդոն նայում էր իմ աչքերի մեջ ու ինձ ասում էր, որ ես հեռու մնամ նորոյից, որ չզանգեմ իրան, չտեսնեմ։ Սխալ բան չէր ասում։ Հա, ես էլ տենց կմտածեի, եթե այսօր Էլիզենց հետ չտեսնեի։ Կմտածեի, որ անհանգստանում է, չի ուզում տանջվեմ։ Բայց ես հիմա հասկանում եմ, որ ինքը ուղղակի իրան ապահովագրում է։ Ես չեմ հանգստանա, մինչև նորոն իրան արժանի պատասխանը չստանա։ Ինքը չպիտի մտածի, որ ես առաջվա նման սիրում եմ իրան, որ ամեն ինչ հանուն իրա կարամ զոհեմ։ Ուզում եմ, որ իմանա ինչքան տականք սրիկա է ինքը։ Որ են միամիտ Մագդան արդեն ամեն ինչ հասկանում է։ Լսի, Մագդա։ Հա, ու մի բան էլ։ Ուզում եմ ասեմ, որ շատ լավ ընտրություն է կատարել։ Իրանք իրար շատ են սազում։ Ճուտ ուզում եմ խոստանաս, որ դու ոչ մի բանից չես նեղվելու։ Բայց նեղվելու պատճառ լինելու է նոր։ Դու ասացիր թեթև են, չէ՞ բուժումները։ Ով էր։ Կարևոր մարդ չի։ Հետո հետ կզանգեմ։ Դու խոստացի, որ բուժման ընթացքում ոչ մի բանից չես նեղվելու։ Դե վախենում եմ, բայց Գիշ, ինչ կա վախենալու։ Ես քո կողքին եմ։ Ու քեզ ասում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ուղղակի ուզում եմ համոզված լինեմ, որ դու բուժման ընթացքում չես նեղվելու, ոչ մի բան քո վրա վատ չի անդառնալու, այդքան բան։ խոստանում եմ ամեն ինչ լավ կլինի։ Ես քեզ շատ եմ սիրում, խելագարվում եմ քո համար։ Ես էլ քո նոր։ Համել դու գիտես, որ ես ուժեղ եմ, չմտածես։ Ես գիտեմ, որ դու ուժեղ ես։ Ում քուրն ես, որ ուժեղ չլինես։ Նոր, բայց որ սկսեմ մի քիչ նվնվալ, ոչինչ չէ, կդիմանաս։ Քո հետ կապված ամեն հարցում ես կդիմանամ։ Ու գիտես։
չի պատասխանում։ Ոնց եմ ես քո նման վաղկոտին սիրել, ոնց։ Հանգստացի Մագդա։ Հերիքա, ոչ զանգի, ոչ էլ մտածի։ Ես գիտեմ, որ ես կյանքը հիասթափություններով ու փորձություններով լի է։ Ես գիտեմ, որ եթե ինչ-որ բան ես ուզում, մեկա դրան հեշտ չես հասնելու։ Բայց ես չեմ պատկերացրել, որ միշտ հիասթափվելու եմ այն մարդկանցից, ում ամենաշատն եմ սիրել ու հավատացել։ Ինձ թվացել է, որ սերը միշտ փրկում է։ Սերը փրկում է կեղծիքից, չարից, որ եթե սիրում ես, ուրեմն ապահով ես։ Ես միշտ այդ սերը ու սիրելը ամեն ինչից վեր եմ դասել, ամեն ուժից վեր։ Ու կապ չունի այդ եղելա ծնողական սեր, ընկերական, թե քո կյանքի միակ սերը։ Բայց արի ու տես, որ այս զզվելի կեղտոտ ու ստոր աշխարհում շահից բացի ուրիշ ոչ մի բան պետք չի։ Կասես էլ ում եմ պետք զգացմունքներդ, ում է պետք սիրելդ, կամ ընդհանրապես ում ես պետք դու։ Երևի այս աշխարհը իմ ու քո նման ազնիվ մարդկանց տեղը չի արժակ։ Ալինա, հանգստացի։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ռոբ, ես է քեզ էի ուզում զանգեի։ Ալինային ասացի, որ գնում եմ տուն, բայց չկարացա գնամ։ Նոր ուզում եմ խոսանք։ Ես շատ լավ գիտեմ, որ ձեզ հիվանդանոցում լրիվ ուրիշ բան են ասել։ Խնդրում եմ ինձ ճիշտն ասա։ Ես պետք է իմանամ ինչ է կատարվում Ալինայի հետ։ Ես քեզ արդեն ասել եմ, որ ոչ մի բան չկա։ Նոր, ես գիտեմ, որ դու ինձ երեխու տեղ ես դրել ու վերաբերվում ես որպես երեխա։ Բայց ես այն տարիքում եմ, որ ամեն ինչ շատ լավ հասկանում ու ամեն ինչ շատ լավ վերլուծում եմ։ Խնդրում եմ էլի ինձ ասա, ինչ է կատարվում։ Եթե ուզում ես Ալինան չիմանա, խոսք եմ տալի չի իմանա։ Մենակ ասա էլի, շատ եմ խնդրում։ Արյանի հետ կապված շատ լուրջ խնդիր կա։ Ու շատ խորացած։ Ինչ։ Ուզում էր իմանալ ճիշտը ասացի։ Բայց նայ, եթե Ալինան ինչ-որ բան իմացավ, ձեռքիցս չսպրսնի Ռոբ։ Չի իմանա։ Բժիշկը ասաց, որ շատ երկարատև բուժում պետք է անցնի։ Ու Աստված գիտի, այդ ամեն ինչը կհաղթարենք, թե չէ։ Հիմա հասկանում ես ինչի եմ ես վիճակում։ Նոր, ամեն ինչ լավ կլինի, չէ։ Ալինան կբուժվի, չէ։ Հա։ Երևի։ Ամեն ինչ լավ կլինի, մի մտածի։
Էդոն չզանգեց։ Չէ։ Այս մենակ ես։ Ինչու՞ մդ պետք է լինեի։ Չէ, ուղղակի հարցնում եմ։ Էդո ինչ օրում ես, հետո սպասում ես։ Բայց ես բան ասացի։ Երեխան ո՞նց է։ Քնելա։ Երկու շաբթի հիվանդանոց պետք է գնանք։ Նոր։ Հմ։ Բա եթե հանկարծ Արշակը իմանա, հանկարծ եթե իմանա ով ենք մենք, ինչ ենք անելու։ Հետո Ինչ պիտի անենք։ դու նոր սկսեցիր մտածել այդ մասին։ Այսօր չիմանա, վաղն է իմանալու։ Մի օր իմանալու է։ Հետո այդ հիմա ամենակարևոր քննարկելու հարցն է, հա։ Ես գնացի քնեմ։ Վաղը մամայի մոտ եմ գնալու։ Հետո նորմալ չի, որ զանգում եմ ու զանգերից չես պատասխանում։ Նորմալ չի, որ հետ չես զանգում ինձ։ Ու ընդհանրապես նորմալ չի, որ չես գալի ու բացատրություն չես տալի ինձ։ Սպասում եմ։ Մամ, այնքան պետք ես հիմա, այնքան ենք զգում քո կարիքը, երևի ավելի շատ, քան 10 տարի առաջ։ Մամ, Ալինան հիվանդ է, շատ լուրջ հիվանդ է, քո երեխան հիմա պայքարում է իր կյանքի համար, բայց չգիտի թե ինչ է իր հետ կատարվում։ Իսկ ես այնքան ուժեղ չեմ, որ ճիշտ ասեմ, մամ։ Ես ամեն օր փորձում եմ ժպտալ, որ ինքը չզգա։ Ասում եմ, ամեն ինչ լավ է լինելու։ Բայց հենց շրջվում եմ, ներսս փլվում է, մամա։ Ես այնքան կուզեի, որ դու հիմա մեր կողքը լինեիր, որ Ալինայի կողքը լինեիր, մամ։ Ու մեզ ուժ տայիր։ Քո ներկայությունը, քո խոսքերը ուրիշ կլինեին։ Երևի դու կկարողանայիր հավատներ շնչել։ Այն հավատը, որ ես կորցրել եմ։ Այդ ինչ ա եղել, որ չես սպասել լույսը նորմալ բացվի։ Ինձ թվում է դու էլ իմ նման օրու գիշերդ կորցրել ես, էլի նորո։ Ժամը ինչ նշանակություն ունի։
Չեմ զգացել այսօր ոնց է լույսը բացվել, գիտես։ Նոր ես գիտեմ, որ հիմա ուրիշ թեմաներից խոսալու ցանկություն չունես, հավես չունես, ախպեր, բայց ուրիշ տարբերակ չկա, պիտի հասկանանք ինչ ենք անում։ Այդ եթե խոսքը Մագդայի մասին է, ես քեզ ասացի, չէ, որ գնա ամեն ինչ ասա, պատմի։ Հեշտ ես ասում, նոր գնա պատմի։ Մի գնամ ինչ ասեմ։ Գոնե մի բան ասա, հուշի հասկանամ որտեղից սկսեմ։ Հիմա ուզեմ թե չուզեմ պիտի ասեմ նորը, որտեղ արդեն գիտի որ ճանաչում ենք իրար, գիտի որ ընկերս ես։ Այն արշակն էլ անընդհատ զանգում է, չեմ էլ պատասխանում, բայց իմ պահվածքը սխալ չի։ Ախպերս, եթե քո համար դժվար է, ուզում ես կարամ թղթի վրա գրեմ, տան փոխանցես։ Նա քո համար տենց մեկ է, էլի։ Այդ չէ մեկ չի։ Ուղղակի ես հիմա ի վիճակի չեմ ուրիշ բանի մասին մտածեմ։ Հասկանում ես, ախպերս, ի վիճակի չեմ կներես։ Հա, գիտեմ, նորո, գիտեմ որ դժվար է, գիտեմ որ բարդ է, ախպեր, բայց էսի հարց է, որի լուծումը մենակ դու կարաս տաս։ Ալինան իմ քուրիկն էլ է, նորո։ Իմ համար իր հարցը շատ ավելի կարևոր է, քան Մագդայի հարցը։ Բայց ես զգում եմ, եթե մենք մի քիչ էլ ձեռքերս ծալած նստենք, լիքը ավելի բարդ հարցեր են ծագելու, ու չհասկանանք որ մեկի հետևից վազենք։ Այդ ախպերս գնա Մագդային ամեն ինչ պատմի։ Ասա որ Էլիզը իմ քուրն է, ասա որ ես Շուշանի տղեն եմ։ Գնա ասա նենց ոնց որ կա։ Հանգստացի գնա ասա։ Կարող է դու գնաս ասես։ Գժվել ես, հա։ Ոնց։ Այդ ինձ ես ասում։ Ես քո փոխարեն այդքան բանը պիտի կազմակերպեմ գնամ ասեմ ու ես եմ այսքանից հետո գժվել նորը, հա։ Ինձ թվում է շատ ճիշտ կլիներ որ դու գնայիր բացատրել, որ այդ աղջիկը հասկանա որ ինքը սխալ բան չի արել։ Հասկանա որ ինքը զուտ հետաքրքրություն չի եղել քո համար։ Ուղղակի բացատրի որ ձեր անցյալը ձեր ներկային խանգարում է, դրա համար չեք կարա իրար հետ լինեք։ Չէ, ախպերս, չեմ կարա։ Կներես, բայց չեմ կարա։ Ես չեմ ուզում Մագդայի հետ նորից հանդիպեմ։ Ու հետո այս ոչ մեկին ոչ մի բան չունեմ բացատրելու։ Լավ, նորո ջան, որ տենց։ Ուրեմն ստիպված ես կգնամ ամեն ինչ կասեմ, որովհետև անկախ ինձնից ես էլ արդեն այս պատմության հերոսներից մեկն եմ։ Ախպերս կներես, բայց ես պետք է գնամ։ Մի քանի կարևոր գործեր ունեմ։ Գնա։ Բա այսօր ինչի ենք ուշ գնում։ Այսօր առաջին ժամ չունես, ես եմ քեզ տանելու։ Իսկ լանչբոքսս տեսել ես, մանեկը չգտա։ Խոհանոցում եմ։ Էլի տխուր ես։ Չէ, լավ եմ։ Նորմալ է։ Ուղղակի պապատ ասաց, որ ես եմ քեզ դասի տանում, շուտ եմ արթնացել, երևի դրա համար եմ տխուր։ Դե գնացինք։ Ռոբ, կներես քնած էի մնացել, մի 2 րոպեով կուշանամ, էլի ես կներես հեսա գալիս եմ։ Ալինա, դու լավ ես։ Ասա։ Ալինան դպրոց է գնացել ու չի լսել տատին։ Նորմալ է որ գնացել է։ Ես չեմ էլ ուզում ժամանակից շուտ ինքը իրան ծանր հիվանդ զգա։ Բա որ վատ լինի։ Հանգիստ տեղի, ես Ռոբին ասել եմ, որ կողքին լինի ու շադիր լինի։ Նոր ես մամայի մոտ եմ կգաս։ Չէ, հիմա չէ։
Նեղացած ես ինձնից, թե ինձ ատվում։ Ինչի քո համար մեկ չի։ Չէ, դե եթե հարցնում եմ, ուրեմն մեկ չի։ Ինչի համար ես եկել։ Ինչի ես հետս այդ տոնով խոսում, Մագդա։ Ես եկել քեզ ամեն ինչ ասել եմ։ Ու ասել եմ նաև, որ հետո կգամ կբացատրեմ, չէ՞։ Դուք բոլորդ ինձ խաբել եք։ Բոլորդ։ Դու, Էլիզը, Նորոն։ Ուղղակի ես չեմ հասկանում, ինչի էր մեր տանը հաստատում Էլիզի ասածները։ Ինչի էր ասում, որ դու ուղղակի ծանոթ ես։ Կամ ինչի ես մինչև հիմա լռել դրա մասին։ Ես հենց դրա համար էլ եկել եմ, Մագդա։ Եկել եմ, որ քեզ ամեն ինչ պատմեմ։ Հետո դու շատ լավ իմացել ես Նորոյի ու Էլիզի հարաբերությունների մասին։ Դու իմացել ես, որ Նորոն Էլիզի ընկերն է, ու դրա համար էր ինձ ասում, որ հեռու մնամ Նորոյից։ Ինչ։ Ինչ ես խոսում, Մագդա։ Հայդո։ Ես քեզ Նորոյին ու Էլիզին տեսել եմ միասին։ Նորոն գրկել էր Էլիզին, դու էլ հիացած նայում էիր։ Դե երևի, որովհետև շատ լավ զույգ են։ Ալին լավ ես։ Հա, Հաստատ։ Ռոբ, եթե մի անգամ էլ այդ հարցը տաս, արդեն հետդ չեմ խոսալու։ Եթե ես թեթև առողջական խնդիրներ ունեմ, այդ չի նշանակում, որ պետք է անընդհատ այդ հարցը տաս։ Ես արդեն ինձ վատ եմ զգում, Ռոբ։ Կարող է այնքան խոսած արդեն դասը անում էլ իմանալ։ Լավ, կներես, մյուս անգամ չեմ հարցնի։ Բայց եթե քեզ մի քիչ էլ վատ զգաս, ինձ կասես, հա։ Լավ։ Շատ վառ երևակայությունն ես, Մագդա, շատ։ Իսկ կլինի հիմա էլ ես խոսամ։ Ուզում էր, չէ՞, ճիշտ իմանալ։ Իմանաս, թե որտեղից ես գիտեմ Նորոյին։ Ես հիմա վստահ չեմ, որ ուզում եմ քեզ լսել։ Որովհետև ես քեզնից շատ վիրավորված եմ, Էդո, շատ։ Դու իմացել ես, որ Նորոն ու Էլիզը խաբել են մեզ, ու մինչև հիմա լռել ես դրա մասին։ Նախ, Մագդա, սկզբի համար ես ոչ մի բան չեմ իմացել։ Ես չեմ իմացել, որ Էլիզը ձեր տանն է աշխատում, մինչև որ չեմ տեսել։ Իսկ ինչ վերաբերում է Նորոյին, ինքը իմ հին ընկերն է, բայց ես ձեր հարաբերությունների մասն եմ շատ ուշ իմացել։ Ինչ հարաբերություններ։ Ընկերդ ինձ խաբել է։ Հիշում ես, որ ասում էր ես քո քույրն եմ, որ եթե ինչ-որ մեկը մազիս կպնի, ուրեմն փոշմանելու է։ Բա ինչի մինչև հիմա Նորոյից պատասխան չես պահանջում։ Ես քեզ շատ պարզ ասում եմ, որ Նորոն ինձ նեղացրել է, Նորոն ինձ խաբել է։ Թե Նորոն քո համար ավելի կարևոր է, քան ես։ Մագդա, Նորոն քեզ չի խաբել։ Այսինքն, ոնց ասեմ, մի խոսքով, Մագդա, խառն է այդ պատմությունը շատ։ Դե հա ճիշտ ես, չի խաբել։ Ընկերուհի ունենալով հանդերձ փորձել է ինձ օգտագործի։ Այդ խաբել չի, այդ ուղղակի ժամանակ անցկացնել է։ Մագդա, մի հատ հանգստացի։ Ուշադիր ինձ լսի։ Էլիզը Նորոյի քույրն է։ Նորոն ու Էլիզը Շուշանի երեխեքն են, Մագդա։ Ինչ։ Բա, հենց այդ նույն Շուշանի։ Ինչ ես խոսում, Էդո։ Ես քեզ չեմ հասկանում։ Նորոն չի իմացել, որ դու Արշակի քույրն ես։ Էլիզն էլ խաբել է Նորոյին։ Իսկ երբ իմացել է, ստիպել է, որ աշխատանքից դուրս գա։ Էլիս։ Այս Շուշանի նկարը քեզ այդքան հետաքրքիր է։ Ես Նորոյի մոր պատմությունը շատ լավ գիտեի, բայց իմ մտքով անգամ չէր կարող անցնել, որ Շուշանը Արշակ Օպարի կինն է։ Այդ էլ վերջերս Նորոյից եմ իմացել։